Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Կարապետյան, Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստան ինչպիսի նշանակություն է ունենալու, ոնց եք դուք դա մեկնաբանում ու գնահատում։ Նախ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի փաստը ինքնին յուրահատուկ է, այն իմաստով, որ առաջին անգամ է երբևէ նման այց տեղի ունենում այդ աստիճանի բարձրաստիճան պաշտոնյա Միացյալ Նահանգներից առաջին անգամ է այցելում Հայաստան։ Փաստից անդին սա վերահաստատումն է մեր փոխադարձ հանձնառությունների։ Այսինքն սա վերահաստատումն է Միացյալ Նահանգների հավատարմությանը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու, բնականաբար մեր հավատարմությանը Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը պաշտպանելու եւ զարգացնելու եւ փոխադարձաբար նաեւ Հայաստանի աջակցությունը Միացյալ Նահանգների խաղարարար ձեռնարկներին առհասարակ, գիտեք, վերջերս մենք դարձանք խաղաղության խորհրդի անդամ։ Հետևաբար այս փոխադարձ շահը կա։ Սրանից անդին ապաշրջափակման օրակարգն է, ինչպես Միացյալ Նահանգները շահագրգռված է գլոբալ տարանցման ուղիների բազմազանեցմամբ եւ Հարավային Կովկասով արևմուտքը արևելքին եւ արևմուտքին կապելու հարցով, այդպես էլ մենք շահագրգռված ենք, որպեսզի ապաշրջափակում տեղի ունենա Հարավային Կովկասում, մասնավորապես մեր երկու սահմանները բացվեն։ Սրանից անդին Հայաստանն ու Միացյալ Նահանգները ունեն նաեւ այլ փոխադարձ հետաքրքրություններ։ Հիշում եք, օգոստոսին, երբ նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը եւ համատեղ հռչակագիրը Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների վկայությամբ, մենք նաեւ երկկողմ 3 փաստաթուղթ ստորագրեցինք, 3 հուշագրեր, դրանցից յուրաքանչյուրը մի թեմայի է նվիրված։ Առաջինը փոխկապակցված է ապաշրջափակման թեմային եւ նվիրված է խաղաղության խաչմերուկին առհասարակ, սա շատ կարեւոր է, որովհետեւ ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է ոչ միայն Թրամփի ուղով եւ ապաշրջափակման արևելք-արևմուտք ուղղությամբ, այլ նաեւ աջակցություն է հայտնում Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախագծին։ Սա մի թեմա, մի հուշագիր։ Երկրորդ հուշագիրը եղել է եւ շարունակում է լինել թեման մեր փոխադարձ շահերի եւ համագործակցության տեխնոլոգիաների ոլորտը եւ կիսահաղորդիչների ոլորտը, սա մի առանձին մեծ զարգացող ոլորտ է աշխարհում, շատ կարեւոր Միացյալ Նահանգների համար եւ Հայաստանը ահա հնարավորություն է ստանում Միացյալ Նահանգների հետ համագործակցելու այս ոլորտում։ Եվ երրորդը էներգետիկ համագործակցությունն է եւ այստեղ զանազան ծրագրերից բացի առանձին կենտրոնացում կա միջուկային էներգետիկայի շուրջ համագործակցության, Հայաստանը ցանկություն է հայտնել ստորագրելու այն պայմանագիրը միջուկային էներգետիկայի շուրջ համագործակցության, որը Միացյալ Նահանգներում անվանվում է 123 կամ 123, դա այն մասին է, որ Միացյալ Նահանգները այդ հարցով համագործակցում է միայն այն երկրների հետ, որոնք կհամաձայնեն ստորագրել այդ պայմանագիրը, որը միջուկային պրոլիֆերացիայի դեմ է, այսինքն որպեսզի խաղաղ միջուկային ծրագիր լինի եւ ոչ թե այլ բան։ Սա շահագրգռվածություն է, որը Միացյալ Նահանգները ունի, մենք էլ բնականաբար ոչ մի այլ նպատակ, քան խաղաղ միջուկային ծրագրերն չունենք եւ հետեւաբար սրա ստորագրումը կարող է դառնալ առաջին քայլը այդ ուղղությամբ եւս քայլեր շարունակելու։ Մի փոքր բացենք։ Կիսահաղորդիչների մասին խոսեցիք, առանձին ծավալուն թեմա որպես այդպեսին, ինչու Հայաստանի հետ։ Նայեք, կիսահաղորդիչները նախ հասկանանք, թե ինչ է դա բոլոր տեխնոլոգիաները, որոնք մենք օգտագործում ենք, ժամանակակից տեխնոլոգիաները, դրանցում օգտագործվող նյութ է, այսինքն նյութի խառնուրդ է, եւ այս շղթայի կիսահաղորդիչների ստեղծման շղթան Միացյալ Նահանգները շարունակում է շատ փռված պահել աշխարհով մեկ։ Ի հեճուկս տնտեսական շատ այլ ոլորտներում Միացյալ Նահանգների ցանկությանը ամեն ինչ հավաքել եւ անել Միացյալ Նահանգներում, կիսահաղորդիչների արտադրությունը մի բան է, որը անսահմանափակ օրինակ մարդկային ռեսուրսներ է պահանջում եւ ընդ որում բարձր վարձատրվող աշխատանքի մասին է։ Այստեղ մենք գործ չունենք այնպիսի տնտեսության ճյուղի հետ, որը օրինակ ավանդաբար շատ զարգացած երկրներ տեղափոխում են արտադրությունները դեռևս զարգացող երկրներ ավելի էժան աշխատուժի համար։ Կիսահաղորդիչների արտադրության պարագայում կարիքը ոչ թե էժան աշխատուժն է, այլ բարձր որակավորում ունեցող աշխատուժը։ Եվ ահա Հայաստանի տարիներով տեխնոլոգիաների մեջ այդ ներդրումը, մեր ինքնանկալումը, որի վրա նաև մենք աշխատել ենք, որպեսզի դառնա իրականություն, այսինքն Հայաստանը տեխնոլոգիաների առումով զարգացում ապրի, ճշգրիտ գիտությունների մեր ավանդույթը այդ ոլորտներում հաջողություն ունենալու նաև վերածվի արդի
ժամանակաշրջանում մասնագետների, վերջապես տալիս է իր արդյունքը եւ Միացյալ Նահանգները այդպիսի հետաքրքրություն ունի։ Իհարկե, այստեղ կա նաեւ հետեւյալ կողմը, որ եթե նայենք այդ մեծ գործարանները կիսահաղորդիչների, ասենք Թայվանում են, Հարավային Կորեայում են, հա, այլ երկրներ եւս համագործակցում են Միացյալ Նահանգների հետ այդ ամբողջ արտադրության շղթան ապահովելու համար։ Հայաստանի գրավչությունը կայանում է նրանում, որ Հայաստանը մրցակից չէ Ինչու։ Միացյալ Նահանգներին, որովհետև չունի դեռևս որևէ արտադրության մի այնպիսի մասշտաբ, ասենք օրինակ, այս առումով Նիդերլանդները կարող են կալվել որպես մրցակից այս ոլորտում, որովհետև արդեն ունի կայացած ինդուստրիա։ Իսկ Հայաստանը պոտենցիալ ունեցող երկիր է, ինչպես նշեցի, մարդկային ռեսուրսների առումով, այլ առումներով եւս, եւ դեռևս այնքան զարգացած տնտեսություն չունի այս առումով, որպեսզի մարտահրավեր նետի որևէ երկրի, ունի մասնագետներ, որոնք տիրապետում են անգլերեն լեզվին, կարող են հետեւաբար այդ արտադրության ամբողջ շղթայի մաս կազմել, եւ սա է որ հետաքրքրություն է առաջացել այս ոլորտում համագործակցելու։ Սա շատ կարևոր է, գիտեք, արդեն Firebird նախագիծը կա, Nvidia դրա շուրջ համագործակցությունը կա եւ մենք պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատել, որովհետեւ դա փոխադարձ հետաքրքրություն է։ Մենք ունենք ռեսուրսներ եւ հետաքրքրություն եւ Միացյալ Նահանգները ունի հետաքրքրություն այս առումով։ Ասում են նաեւ Միացյալ Նահանգները հետաքրքրություն ունի Հայաստանի ներքի նկատմամբ, որոշակի հետազոտություններ պետք է տեղի ունենան։ Այո, հնարավոր է այսպիսի բան տեղի ունենալ։ Այս ոլորտում ի տարբերություն օրինակ իմ նշած նախորդ բաներում, հա, ոլորտներում միջուկային էներգետիկայի, կիսահաղորդիչների կամ ապաշրջափակման դեռևս շատ բան հայտնի չէ, ամրագրված չէ, սա դեռևս խոսակցություն է, որը մենք կարող ենք ունենալ, բայց սրան էլ մենք պետք է բաց լինենք եւ այստեղ գիտեք, թե Հայաստանի համար է հետաքրքիր հասկանալ այնուամենայնիվ մենք ունենք այդ կրիտիկական միներալները կամ ինչ ծավալներով ունենք այդ կրիտիկական միներալները, որոնք թե Հայաստանին իր արտադրության համար կարևոր կլինեն, թե նաեւ գլոբալ այդ շղթաների մաս կազմելու առումով կարևոր։ Այստեղ մի կարծիք այսօր լսեցի, որ ընդդիմադիր գործիչներից մեկն էր ասում, թե Միացյալ Նահանգները գալու է եւ Սյունիքի հարստությանն է ցանկություն հայտնելու, տիրանալու։ Գիտեք, առհասարակ աշխարհի հետ առևտուր անելու դիտանկյունից մենք ամեն ինչ կարող ենք այդպես մեկնաբանել, ասել, որ այս կամ այն երկրի, ասենք օրինակ, ասենք Զվարթնոց օդանավակային տիրացել է Արգենտինան, մեր հարավկովկասյան երկաթուղուն տիրացել է Ռուսաստանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին եւ մեր պղնձին տիրացել է այն բոլոր կազմակերպությունների հանրագումարը, որը բաժնետոմսեր ունի այդ կազմակերպությունում։ Սա լավ մոտեցում չի։ Մենք պետք է աշխարհի համար բաց լինենք համագործակցության, փոխշահավետ համագործակցություն իհարկե։ Եթե մի որևէ հանքանյութ ենք վաճառում մի որևէ երկրի, այդտեղ գինն էլ պետք է հաշվի առնել, արդյոք մենք կարող ենք այդ հանքանյութից որևէ բան ստեղծել Հայաստանում եւ կազմել մաս այդ շղթաների։ Այդ ամեն ինչի հաշվառմամբ, ընդհանուր առմամբ իհարկե պետք է զարգացմանը ընդառաջ գնանք, այլ ոչ թե մեզ այդ վախերով պատենք, մնանք մեկուսացած եւ շարունակենք մեր այդ միակողմանի կախվածությունը։ Տիկին Կարապետյան, TRIP-ի նախագիծը եւս պիտի առաջ մղվի ըստ Վենսի այցի նպատակների իրագործման։ Միջև որտեղ հնարավոր է սպասել, որ այս նախագիծը առաջ կգնա, որևէ ստորագրություն, որևէ բան այս հարցում ինչ կլինի։ Ես ճշգրիտ տեղեկությունների նոր փաստաթղթի հենց TRIP-ի առումով չեմ տիրապետում, որ նախապատրաստվում է ստորագրել, եւ ես կարծում եմ, որ նախ մենք արդեն իսկ բոլորովին վերջերս մի փաստաթուղթ ստորագրեցինք, որը բավականին մանրամասն էր, եւ նաեւ ազդարարեցինք, որ հաջորդիվ արդեն պետք է մտնենք պայմանագրային փուլ, որտեղ այն ամեն ինչ դեռևս բացված չէ, կբացվի եւ կդառնա նաեւ իրավական փոխադարձ պարտավորություններ ենթադրող փաստաթուղթ։ Այդ փաստաթղթի վրա ես կարծում եմ, որ աշխատանքային կարգով ավելի շատ քննարկումներ կընթանան, իսկ այս այցը այնուամենայնիվ քաղաքական շփումների համար է, քաղաքական պայմանավորվածությունների համար է։ Հետևաբար առաջընթաց ճիշտ կլինի ակնկալել այդ հարթության մեջ եւ ոչ այնքան շատ տեխնիկական փաստաթղթերի։ Հիմա հենց քաղաքական ուղերձներին անդրադառնանք, ես մի քանի կարծիք եմ իմի բերել, ըստ որոնց եւ կան քննադատություններ եւ նաեւ բալանսավորված մոտեցումներ։ Սկսենք քննադատություններից։ Փորձագիտական եւ նաեւ քաղաքական որոշ շրջանակներ ասում են, որ այս այցը ավելի շատ Միացյալ Նահանգների համար այն նշանակությունն ունի, որ ինքը ամրապնդվի տարածաշրջանում եւ որի նպատակը Իրանի ազդեցության սահմանափակումն է։ Այս շրջանակում դուք արդյոք տեսնում եք Վենսի այցը, թե ոչ։ Այս հարցին պատասխանելու համար մարդիկ պետք է բացեն քարտեզը, նայեն Իրանի մասշտաբները, նայեն թե Իրանը ինչքան սահմաններ ունի տարբեր երկրների հետ, նայեն թե այդ սահմանների վրա Միացյալ Նահանգները որքան ներկայություն ունի, հետո ուշադրություն դարձնեն առանձին Հայաստան-Իրան սահմանի մասշտաբներին, համեմատեն այդ ամենի հետ, հետո նորից փորձեն այդ պնդումը Հայաստանի սահմանը Իրանի համար է դեպքում այստեղ շատ կարևոր է եւ Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում
ավելի շատ կարող է բորբոքել Իրանին, քան այլ երկրներում։ Այստեղ շատ կարևոր է, որ տարբեր երկրների հայացքով մեր տարածաշրջանում տեղի ունեցողին նայելուց հետո, որը կարևոր վարժություն է, որը մենք պետք է անենք, հա, մեր տարածաշրջանի նայենք Միացյալ Նահանգների աչքերով, Իրանի աչքերով, Չինաստանի աչքերով, Ռուսաստանի աչքերով, մեր անմիջական հարևան մյուս հարևանների բացի Իրանից աչքերով, բայց շատ կարևոր է, որ ինչ որ մի պահ վերադառնանք տուն եւ գործընթացներին նայենք մեր աչքերով։ Մենք ինչ ենք ուզում, որ տեղի ունենա մեզ հետ մեր տարածաշրջանում եւ փորձելով հավասարակշռել այդ բոլոր շահերը կարողանանք առաջ շարժվել, կարողանանք գործողություններ ձեռնարկել։ Այսինքն շատ կարեւոր է մեր հայացքը այս դիտանկյունից։ Իսկ այստեղ նայեք, Հայաստանի Հանրապետությունը գիտեք որ թեգրել է բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Սա է մեր հայացքը։ Սա ոչ միայն նշանակում է, որ մեզ է անհրաժեշտ մեր կախվածությունները մեղմել, որպեսզի բազմազանեցված լինի մեր բոլոր ոլորտները։ Սա նաեւ նշանակում է, որ մեր բոլոր գործընկերները պետք է ոնց որ մեր այս քաղաքականությունը իրենց մոտիվացիան պետք է ավելացնի կատարելու այն ինչ արդեն իսկ իրենցն է։ Ինչ նկատի ունեմ։ Օրինակ Իրանը հյուսիս-հարավ մայրուղու մեջ կապալառու է Իրանից մասնակցում այդ մայրուղու կառուցմանը։ Սա նրանց մոտիվացիան կարող է ավելացնել, որ այդ մայրուղին ել ավելի արագ կառուցեն եւ գիտեք որ շատ մեծ թափ է հաղորդվել դրան թունելների, կամուրջների, մնացած ամեն ինչի առումով, որpիսի այն տեսլականը, որ Հայաստանը ունի, այսինքն խաղաղության խաչմերուկ լինելը եւ հյուսիս-հարավ կապի առանցքը չկորցնելը, սա կարեւոր է մեզ համար, որpիսի մեր հարավային հարևանը մեր այդ շահերի համընկնման կետում ձեռնարկի են գործողությունները, որոնք ակնկալվում են, որ ինքը ձեռնարկի, որpիսի մեր ընդհանուր պատկերացման ուղղությամբ գնանք։ Եվ սա այն հանգամանքում, ինչպես արդեն շեշտեցի, որ Միացյալ Նահանգները խաղաղության խաչմերուկին աջակցություն է հայտնել։ Միացյալ Նահանգները չի ասել միայն արևելք-արևմուտք կապնեմ, ես ուրեմն ուզում տեսնեմ։ Ակնհայտ է, չէ՞, փաստաթղթերի մեջ դա արձանագրված փաստ է։ Մենք պետք է նայենք հնարավորություններին եւ ոչ թե նայենք, տեսնենք թե ով հետ է որտեղ ուզում կռիվ անել եւ ուրեմն գնալ այդ կռվի վրա կրակ լցնել։ Դե բայց դա էլ պիտի հաշվի առնենք։ Պիտի հաշվի առնենք, թե ինչ խնդիրներ կան այդ երկրների միջև։ Անշուշտ ասեցի, բոլորի դիտանկյունից կարելի է նայել իրավիճակը հասկանալու համար, բայց նաեւ հետո վերջում պետք է նայել Հայաստանի դիտանկյունից։ Սա նաեւ իմիջիայլոց վերաբերվում է Ռուսաստանին։ Այն իմաստով, որ Ռուսաստանն էլ հարավկովկասյան երկաթուղու 3 հատվածները Իջևանի, Ղազախի եւ Թուրքիայի հետ 2 հատվածները վերականգնելու հնարավորություն ունի եւ այս հնարավորությունը պետք է օգտագործի։ Սա մեր քաղաքականությունը իր մոտիվացիան մեծացնելուն է ուղղված, ոչ ամենևին դուրս մղելու եւ պետք է այս հնարավորությունները մեր գործընկեր երկրները օգտագործեն, որpիսի փոխշահավետ այդ համագործակցության տարածքները, որոնք մենք պատկերացնում ենք, իրականություն դառնան։ Մենք չենք կարող դրանից ավելին անել, մանավանդ որ մեր գործընկերները իրենք եւ առաջինը եւ արդեն տասնամյակներ շարունակ դուրս են եկել այն տրամաբանությունից, որ մեր ռազմավարական գործընկերությունը էքսկլյուզիվ է։ Ինչ նկատի ունեմ։ Տևական ժամանակ Հայաստանի ակնկալիք եղել է այն, որ Հարավային Կովկասում Հայաստանն է Ռուսաստանի էքսկլյուզիվ ռազմավարական գործընկերը։ Մեկ տասնամյակից ավել դա այդպես չի եղել։ Մեզ փորձել են բացատրել, թե դա ինչու չի այդպես, ինչու է որ Ռուսաստանը համ Հայաստանի հետ է ռազմավարական գործընկերություն ձևավորում եւ զարգացնում, համ Ադրբեջանի հետ։ Հիմա մենք այդ իրողությանը տևական ժամանակ դիտելով, շատ տառապելով նաեւ վերջին տարիներին այդ փոփոխության պատճառով, ինքներս նույնպես ворթեգրել ենք մեր ռազմավարական գործընկերությունները բազմազանեցնելու քաղաքականություն։ Այսինքն մենք անում ենք ճշգրիտ այն, ինչ տեսել ենք, որ անում են մեր գործընկերները մեր հանդեպ։ Նույնը վերաբերվում է նաև Իրանին։ Հայաստանը ունեցել է խնդիր ապաշրջափակման եւ իր սահմանների անձեռնմխելիությունը պահպանելու։ Այս հարցում մենք ունեցել ենք Իրանի աջակցությունը, հասել ենք ինչ-որ մի կետի, բայց ինչ-որ մի կետից Միացյալ Նահանգներն է, որ կարողացել է այնպիսի մի առաջարկ անել Հայաստանին եւ Ադրբեջանին, որից այս երկու երկրները չեն հրաժարվել, ողջունել են եւ մենք պետք է առաջ շարժվենք այս ուղով։ Մյուս կարծիքը Տիկին Կարապետյան նրան է վերաբերում, որ Միացյալ Նահանգները անշրջելիորեն մուտք է գործել տարածաշրջան, բայց այստեղ թերահավատներն ասում են, արդյոք դա Հայաստանի Հանրապետության շահերից է բխում։ Գիտեք, ես այստեղ ինձ ներողություն հավելում անեմ, նկատի առնելով, որ տևական ժամանակ այս տարածաշրջան այդ թվում Հայաստան Ռուսաստանի ազդեցության գոտի են համարվել ու ընկալվել։ Ահա, հիմա տեսեք, նորից էլի մենք թողնում ենք մեր դիտանկյունը, մի պահ, պարզապես նկատենք էլի, որ դա անում ենք եւ նայում ենք մեր տարածաշրջանին այլ երկրների աչքերով, որը կրկին էլի օգտակար վարժություն է կարող ենք անել։ Հիմա անենք դա։ Չէ՞ որ այդ նույն մարդիկ, ովքեր այդ քննադատությունը հիշեցնում անում են, ասում են, որ բայց Միացյալ Նահանգները իր ռազմավարական հետաքրքրությունների տարածաշրջան է հռչակել արևմտյան կիսագունդը, երկու ամերիկաները, եւ այստեղ ոչ մի ռազմավարական շահել չունի։ Ուզում եմ ասեմ, ես կարող եմ ոչինչ չասել, հետ նստել եւ նայել, թե ինչպես են մեր ընդդիմախոսները երկու հակընդդեմ
կարծիք միաժամանակ փորձում առաջ մղել։ Մեկը այն է, որ իրականում Միացյալ Նահանգները ոչ մի շահ չունի, մյուսը այն է, որ ահա Միացյալ Նահանգները եկել է եւ Ռուսաստանի ազդեցության գոտում ինչ-որ մի բան է անում։ Այս երկուսն էլ մեր քաղաքական դիտանկյանը խորտ դիտանկյուններ են։ Մենք մեզ առհասարակ չենք դիտում որպես որևէ երկրի պատմական ազդեցության գոտի կամ մեկ այլ ձևով, որpիսի մտածենք, թե ով է եկել եւ փորձում ներխուժել մեկ այլ երկրի ազդեցության գոտի։ Մեր դիտանկյունը մերն է, այսինքն Հայաստանը որպես փոքր երկիր, ինչ հնարավորություններ ունի այս տարածաշրջանում եւ գլոբալ աշխարհում, հաշվի առնելով խաղի կանոնները, որոնք, ասկրկին շեշտում եմ, մենք ենք տեսել, թե ինչպես են բոլոր մեծ խաղացողները աշճանաբար ժամանակի ընթացքում փոխում։ Եվ մենք ամենավերջինն ենք, այսպես ասած, շտկումներ մտցրել մեր քաղաքականության մեջ, ոչ լավ օրից իհարկե։ Հիմա Միացյալ Նահանգները տարածաշրջանում իր ազդեցությունը չի փորձում տարածել։ Ես չեմ ուզում հարցին այդ դիտանկյունից նայել, հասկանում եք, որովհետև դա նշանակում է, որ մենք մտածում ենք, որ այս տարածաշրջանը այլ երկրների ազդեցության գոտի է եւ մենք ուրեմն մեկին մերժում ենք, մյուսին ողջունում ենք, դա նշանակում է մտնել այդ խաղի մեջ, որտեղ աշխարհաքաղաքական արճակատման տարածք է բացվում։ Վերլուծական դիտանկյուններից այսպիսի դատողություններ կարող են մարդիկ անել։ Ես կարծում եմ Հայաստանի դիտանկյունը պետք է լինի սա։ Միացյալ Նահանգները հետաքրքրված է արդյոք արևելք-արևմուտք տրանսպորտային ուղիներով։ Պատասխանն է այո, հետաքրքրված է։ Դրանում մեր շահը։ Հայաստանը հետաքրքրված է ապաշրջափակմամբ։ Այո, հետաքրքրված է։ Կարող ենք մենք միասին համագործակցել այս հարցի շուրջ։ Այո։ Եվ այստեղ գիտեք, էլի կրկին, այլ երկրի դիտանկյունից, եթե մի պահ փորձենք նայել, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը այտենց գլոբալ հարցեր իր արչև անժամկետ, հա, հեռանկարով չի դնում։ Առանձին հարցերով համագործակցում է։ Տեսնում եք ինչպես են օրակարգերը բաժանվել։ Իհարկե, այս ամեն ինչը տեղի է ունենում ռազմավարական գործընկերության խորագրի ներքո, բայց անժամկետ խոստումներ միմյանց, նման բաներ չեն տրվում, եւ սա վատ չէ։ Այսինքն անվտանգության երաշխիքներ ակնկալել Միացյալ Նահանգներից նայեք, չէ։ Ես կարծում եմ, որ եւ նախկինում էլ իմ դիրքորոշումը միշտ այս հարցում նույնն է եղել, որ հարավային Կովկասում խաղաղությունը պետք է պահպանեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Եվ այս հարթությունը հարաբերությունների մենք չպետք է երբևէ մեր ուշադրությունից կորցնենք, որովհետեւ երբևէ մեզ համար օգտակար չի եղել, երբ մի երրորդ դերակատար է խաղաղության երաշխավորը, եւ հիմա էլ մենք ժամանակավոր այս համագործակցությունը կարող ենք օգտագործել երկարաժամկետ այդ տրանսպորտային կապը ստեղծելու համար, բայց բուն խաղաղության իմաստով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց երկկողմ հարաբերության վրա պետք է շարունակեն աշխատել, որովհետև աշխարհում շատ տարբեր բաներ կարող են փոխվել, ադմինիստրացիաներ կգնան, երկրների քաղաքականությունները կփոխվեն, բայց մեր խաղաղությունը պետք է երաշխավորված լինի մեր անմիջական 4 հարևանների հետ մեր լավ հարաբերություններով։ Այսինքն անվտանգության երաշխավորության վրա հիմա Միացյալ Նահանգները ազդեցություն ունի։ Անշուշտ, բայց այդ ազդեցությունը եկեք նկատենք, քննադատներն էլ են, չի ասում, վկայի կարգավիճակով է, սա շատ լավ բան է։ Մենք ավելի մեծ բան երբևէ չենք ակնկալել, այսինքն այդ նույն քննադատներն են, չէ, ասում, որ փորձում է միջամտել։ Դե եկեք տեսեք, որ չի փորձում միջամտել։ Այնքանով, որքանով անհրաժեշտ է, եւ սա իմիջիայլոց ամենաշատը կապ ունի Միացյալ Նահանգների այս ադմինիստրացիայի աշխարհին խաղաղություն բերելու հանձնառության հետ, մի հանձնառություն, որը այս ադմինիստրացիան տվել է իր իսկ ժողովրդին։ Իր իսկ խոստումն է կատարում իր իսկ ժողովրդին, եւ մեր համատեքստը շատ բարենպաստ է եղել այս նպատակի համար։ Այստեղ է որ մեր շահերը համընկել են եւ մենք սրա վրա հենվելով է որ պետք է շարունակենք կառուցել Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններ եւ մեր բոլոր գործընկերների հետ, ովքեր խաղաղությանը աջակցում են եւս շարունակենք այս ուղղությամբ գնալ։ Կներեք, մի կարևոր օրինակ եմ բերում։ Օրինակ նայեք, երկար ժամանակ Եվրոպական միության դիտորդներն էին, չէ, մեր սահմանին խաղաղություն ապահովում։ Դուք այսօր որևէ կշտամ բանկի խոսք լսում եք Եվրոպական միությունից, թե ինչպես եղավ, որ մենք այսքան ժամանակ Եվրոպական միությունն էր սահմանի խաղաղությունը ապահովում, իսկ ահա դուք վերցրեցիք այսօր եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ուրեմն իրագործում եք այդ ապաշրջափակման օրակարգը։ Չենք լսում, չէ, կշտամ բանկի խոսքը։ Եվ սա շատ լավ է, որովհետեւ Եվրոպական միությունը խաղաղության առումով շարունակում է մնալ մեր լավ գործընկերը։ Մենք այս նույն բանն ենք ակնկալում մնացած բոլոր երկրներից, ովքեր բարերի մակարդակում միշտ ասել են, որ աջակցում են խաղաղությանը, իսկ հիմա եկել է գործնական մակարդակում, երբ մի դերակատարի հաջողվել է ուրեմն այդ առաջարկը անել երկու երկրներին եւ ստանալ պատասխանը դրական, մենք ակնկալում ենք, որ դրան պետք է ակտիվ աջակցություն լինի։ Ինչպես օրինակ ցույց եմ տալիս, չէ՞, Եվրոպական միությունն է կարող է մտածել, իսկ ինչու ես վերջում չեղա այդ ապաշրջափակման երրորդ շահառուն կամ վկան կամ ինչ-որ մի բան։ Անընդհատ խոսում եք ապաշրջափակման մասին, բայց մեկ այլ քննադատություն կա, որ նույնիսկ երբ
որ կա TRIP-ի նախագիծը, դա ապաշրջափակում չի ենթադրում։ Նույնիսկ երբ Ադրբեջանի միջով մենք կարողանում ենք երրորդ երկրներից փոխադրումներ ունենալ, դա ապաշրջափակում չի նշանակում։ Գիտեք, այդ մարդիկ համառորեն ուրեմն տեքստի մեջ մերժում, այսինքն նրանք հրաժարվում են ընթերցել տեքստի մեջ գրած ներպետական, միջպետական եւ միջազգային բառերը։ Հիմա ասեցիք, որ միջազգայինը ընդունում են երրորդ երկրների համար, տարանցումը ասում են այո, տեղի է ունենում։ Իսկ ինչու չեն նկատում, որ այդ տեքստի մեջ նաև գրված է միջպետական եւ ներպետական։ Ներպետական նշանակում է Հայաստանը Հայաստանին պետք է կապվի ապաշրջափակման մեջ, տեքստ ասելով նկատի ունեմ հռչակագիրը օգոստոսի 8-ի, հա, եւ ներպետական Հայաստանը Հայաստանին պետք է կապվի եւ միջպետական Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է միմյանց կապվի։ Մենք այս ուղղությամբ հստակ քայլերով առաջ ենք գնում։ Պարզապես մեր քննադատները, երբ որ ասում են ինչու չի բացվել Հայաստան-Ադրբեջան սահմանը։ Իսկ ինչու Հայաստան-Ադրբեջանի տարածքով այլ երրորդ երկիր ապրանք չի արտահանում, կամ որևէ բան չի արտահանում, կամ մարդիկ չեն գնում, չեն գալիս։ Դա տեղի կունենա, բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա ենթակառուցվածք լինի։ Այն է երկաթուղի։ Իսկ այդ երկաթուղին, կրկին մեր ուշադրությունը բերում եմ դրան, քանդվել է անցյալում Հայաստանի իշխանությունների կողմից։ Այսինքն այդ Ղազախի շրջանում, Հայաստանի հարավում էս հիմա այս ամբողջ TRIP-ի անհրաժեշտությունը ինչի առաջացել։ Այսինքն դա տեղի կունենա, երբ մենք այս գործնական փուլը հաղթահարենք եւ անպայման տեղի է ունենալու։ Պարզապես նրանք օգտագործում են այս պատուհանը, այսինքն մի քանի ամիս կամ մի տարի է մնացել, որ այդ ամեն ինչը վերակառուցվի, զուտ ասելու համար, որ դեռևս տեղի չի ունեցել, ուրեմն մենք կանխատեսում ենք, որ տեղի չի ունենալու։ Ոչ, տեղի կունենա, երբ կվերակառուցենք երկաթուղին կամ ճանապարհները։ Թող մատը դնեն, ասեն, այս ճանապարհը բացեք, վերակառուցեք, մենք կաջակցենք դրան։ Բայց իրենք այդպես չեն անում, չէ՞, չեն ասում, օրինակ Իջևան-Ղազախ ավտոճանապարհ կառուցեք կամ գործող մի որևէ ավտոճանապարհ։ Դե այդտեղ են խնդիր տեսնում, ասում են հստակ չէ, որ մասով պիտի անցնի ճանապարհը, որ մասով երկաթգիծը, այսինքն տարածքի առումով է հստակություն, որպեսզի բոլոր մասերով, բոլոր հնարավոր մասերով, բոլոր ճանապարհներն ու երկաթուղիները բացվեն։ Մեր նպատակադրումը դա է։ Մենք այդ ուղղությամբ ենք առաջ շարժվում։ Լավ, Տիկին Կարապետյան, Ռուսաստան եւ Իրանի արձագանքը այս ամենին, նույն փոխնախագահի այցին, ինչպիսին է կլինի եւ մեր արձագանքը դրան։ Կրկին, պետք է վերադառնամ մեր քաղաքականությանը, բալանսավորված բալանսավորման։ Մենք անում ենք մի բան, որը սովորել ենք այդ երկրներից, այսինքն ռազմավարական գործընկերությունը էքսկլյուզիվ չէ։ Նրանցից յուրաքանչյուրը ռազմավարական գործընկերության մեջ է երկրների հետ, որոնց հետ մենք նախկինում խնդիր ենք ունեցել։ Ռուսաստանը Թուրքիայի հետ շատ լավ հարաբերություններ է ունեցել, Ադրբեջանի հետ, Իրանը եւս մեր եւ մենք երբևէ, այսինքն մենք նկատել ենք, չէ, որ մեր երկու հարևանները, Ռուսաստանը եւ Իրանը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունեն լավ հարաբերություններ։ Երբեմն նաեւ մրցակցում են, բայց ունեն լավ հարաբերություններ։ Հիմա նույնը մենք ենք անում եւ մեզ չեն կարող ասել ոչ մի հարցում, որը շատ տևական ժամանակ իրենք են արել մեր հանդեպ։ Ընդ որում մեր վարքի մեջ շատ ավելի շատ բան կա, ոնց բացատրեմ, բարեխղճություն կա։ Մենք այդ նախագծերը, որոնք կան հյուսիս-հարավը եւ հարավ-կովկասյան երկաթուղին, որպես առաջարկ բաց ենք պահում։ Իրանը իհարկե շատ ակտիվորեն օգտվում է այդ առաջարկից եւ կապալառուները իհարկե կառուցում են ճանապարհը եւ շատ լավ են անում եւ պետք է դրան տեմպ հաղորդվի, որքան հնարավոր է մաքսիմալ, որպեսզի ավարտվի ճանապարհը եւ Ռուսաստանի համար էլ բաց է այդ հնարավորությունը։ Այստեղ բոլորովին օգտակար չի ասել, չէ, ես իմը չեմ ուզում, մի ուրիշ բան եմ ուզում։ Դրա իմաստ դրա տրամաբանությունը ո՞րն է, որ այնինչ քոնն է։ Դու չես վերակառուցում, ասում ես մի ուրիշ բան եմ ուզում։ Այդպես չեն կառուցում հարաբերությունները։ Այո, դա նկատի ունեմ, իհարկե։ Վենսի այցը լինելու է նաև Ադրբեջան։ Խաղաղության գործընթացի համատեքստում ինչ կարող ենք ակնկալել, ելի կարծիքներ կային, որ նրա այցը տարածաշրջան, մասնավորապես Հայաստան եւ Ադրբեջան, ոչ Վրաստան, եթե կարելի իհարկե այդ տարածաշրջանային որակել, նաև նպատակ ունի խաղաղության գործընթացն առաջ մղելու եւ նույնիսկ կարծիքներ կային, որ գուցե հնարավորություն ստեղծի պայմանագիրը խաղաղության ավելի շուտ կնքելու։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այցը նպաստելու է պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Ես տեղեկություն չունեմ, թե արդյոք այժմ դա պլանավորվում է, թե ոչ։ Ինձ պատկերվում է, որ դրա համար անհրաժեշտ կլիներ եռակողմ մի որևէ տեղ հանդիպում, բայց անխոս իհարկե սա վերահաստատումն է օգոստոսի 8-ի մեր համաձայնությունների եւ պայմանավորվածությունների եւ աջակցելու է այդ գործընթացին, որպեսզի պայմանագրի ստորագրումը շուտափույթ տեղի ունենա եւ մեր մնացած բոլոր համաձայնություններին էլ եւս մեկ անգամ քաղաքական թափ հաղորդելու մասին է այս այցելությունը։ Եվ վերջին հարցը, չգիտեմ որքանով տեղյակ կլինեք, բայց արդյոք նույնական են Երևան եւ Բաքու այցերը։ Օրակարգով։ Նայած ինչ իմաստով նկատի ունեք։ Օրակարգով։
օրակարգով դրանք չեն կարող նույնական լինել, որովհետև մենք ունենք 3 հուշագիր 3 թեմաների մասին, Ադրբեջանը իր պայմանավորվածությունները ունի կրկին օգոստոսի 8-ին իրենց երկկողմ շփումներից դուրս եկած օրակարգեր, որոնք իրենք միասին կտեսնեն։ Նաև գիտեք, օրինակ, ինչու չի կարող նույնական լինել։ Միացյալ Նահանգները վերջերս այս ամբողջը հարավային Կովկասի Միացյալ Նահանգների համար հետաքրքիր է նաև որպես կենտրոնական Ասիայի հետ կապ, հա, եւ այստեղ Ադրբեջանը որպես Կասպից ծովին ափին գտնվող երկիր, այդպիսի մի օրակարգ էլ ունի, որը մենք պարզապես չենք էլ կարող ունենալ, որովհետև մենք Կասպից ծովի հետ ափ չունենք։ Ուզում եմ ասեմ, երկրների տեղադրվածությունն է փոքրիշ տարբեր, նրանց երկկողմ հետաքրքրություններն են տարբեր եղել օգոստոսի 8-ին ամրագրված փաստաթղթերում եւ նորմալ է, որ այդ տարբերությունները պետք է լինեն։ Այստեղ կարևորը այն ինչ մենք ստացել ենք այդ ամենից, բավարարում է մեր պահանջներին եւ մեր պատասխանն է ավելի քան Հիշատակեցի կենտրոնական Ասիայի անունը մի կարծիք այս մասով գնահատական հնչեցրեք, կարծիք կար, որ Միացյալ Նահանգների նպատակը բուն կենտրոնական Ասիան Չինաստանից կտրելն է հնարավորինս եւ մենք այս դեպքում էլի միջոց ենք, Հարավային Կովկասը միջոց է ծրագիր իրագործելու համար եւ հարցն հնչեցնում, բայց այստեղ մեր շահը որն է։ Միացյալ Նահանգների նախագահը բոլորին վերջերս հարցազրույց տվեց մի քանի օր առաջ եւ օրինակ Չինաստանի մասին խոսելիս նա նախագահը շատ գովաբանական խոսքեր ասեց Չինաստանի ղեկավարի մասին եւ ըստ էության առանձնացրեց տնտեսության հարթությունը միջանձնային հարաբերությունների հարթությունից։ Ես սա ինչու եմ վերարտադրում հիմա, որ մենք պետք է դիտենք այլ երկրների ինչպես են քաղաքականություն վարում եւ վերջապես որպես անկախ պետություն ինքներս էլ վարենք մեր անկախ քաղաքականությունը։ Միացյալ Նահանգները պատրաստվում է նախագահ Թրամփը պատրաստվում է այցելել Չինաստան եւ պատրաստվում է հյուրընկալել Չինաստանի ղեկավարին Միացյալ Նահանգներում այս տարվա աշնանը։ Մենք դա նկատում ենք, թե չենք նկատում։ Տեսնում ենք, թե երկրները ինչպիսի բարդ քաղաքականություն են վարում միմյանց հանդեպ եւ արդյոք մենք եւս պատրաստվում ենք շարունակել այդպիսի բարդ քաղաքականություն վարել, այլ ոչ թե սև ու սպիտակ։ Միանշանակ պատասխանը այն է, որ Հայաստանը վարելու է բարդ արտաքին քաղաքականություն, այդ բառը լավ իմաստով եմ օգտագործում, այսինքն բազմաշերտ, ոչ թե տափակացնել ամբողջ աշխարհը, ասել դե սա սրանն է, սա նրանն է, եկեք լույսեր անջատենք, ԱԳՆ-ն է փակենք։ Սա է ըստ էության առաջարկը մեր ընդդիմախոսներին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս ազգային ժողովի падգամավոր Մարիա Կարապետյանն էր, կհանդիպենք։